Բարև սիրելի եղբայրներ ջան, եկեք փոքրիկ հավելում ունենանք մեր ընդհանուր այս 20 մինչև 22 համարը։ Մենք նայեցինք ընդհանուր 11-ից մինչև 22 համարը, որտեղ տեսանք 4 ուսուցում Իսրայելի անկումից ստացած։ Մենք տեսանք Իսրայելի անկումով Աստված մեզ սովորեցնում է շնորհքի մասին, Իսրայելի անկումով մեզ սովորեցրեց խոնարհության մասին իրական, Իսրայելի անկումով մեզ սովորեցրեց հավատքի մասին եւ վերջում Իսրայելի անկումով Աստված մեզ տվեց Աստծո վախի մեջ մնալու սկզբունքը։ Որտեղից է այս ամենը։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք հայտության գրքի մասին, մենք խոսում ենք ընդհանրապես վախճանաբանության մասին։ Մենք շատ հաճախ ասում ենք աշխարհի վերջ։ Դա աշխարհի վերջ հասկացությունը մեր մարդկային բառապաշարն է։ Իրականում, եթե մեր միտքը նորոգվել է Աստծո խոսքով, մենք պետք է հասկանանք, որ դա Աստծո փրկության ծրագրի ամբողջությունն է։ Աշխարհի վերջ գոյություն չունի, որովհետև կա այլ աշխարհ, այդ նոր երկիր ըստ Աստծո խոսքի, կա այլ աշխարհ, որտեղ արժեքային համակարգն արդեն Աստծուն հնազանդ է։ Հիմա այս աշխարհը կոսմոս բառը, որ օգտագործում առաքյալը, շատ հաճախ այն վերաբերվում է Աստծուն հակառակ արժեքային համակարգին։ Աշխարհը ի նկատի չունի, այսինքն աշխարհ բառը շատ հաճախ կոնտեքստներում օգտագործվում է որպես բնություն, Աստծո ստեղծագործություն, մարդկային աշխարհ, բայց նաև աշխարհ շատ հաճախ, օրինակ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ այսինքն չի նշանակում, որ Աստված սիրեց իրեն մերժող արժեքային համակարգը։ Դրա մասին չի խոսք, այլ իր ստեղծագործությունը եւ իր որդին ուղարկեց, որպեսզի ամեն հավատացող փրկվի։ Հիմա մենք պետք է հասկանանք այդ աշխարհ հասկացողությունը, երբ որ մենք ասում ենք աշխարհի վերջ, այսինքն այստեղ արդեն կա խառնուրդ, մենք պետք է անցալենք, աշխարհի վերջը չի, որովհետև այն հավիտենականություն է եւ մարդը ստեղծված չի ժամանակի համար, մարդը հավիտենական արարած է։ Այո, ինչ որ մի կետից ստեղծեց Աստված նրա հոգին, բայց այն հավիտենականության համար է։ Հիմա այս երկու սուբստանցիաները մարդկային, մարմինը եւ հոգին, մենք այդ մասին շատ խոսացել ենք մեր ձեռագրությունների մեջ։ Այս երկու սուբստանցիանը, որ պետքա Աստծուն փառավորի հավիտենականության մեջ եւ պիտի մտնի Աստծո փառք, բայց հիմա տվյալ պարագայում մեր հոգիները փրկագնված են, բայց դեռ գտնվում են ապականացու մարմինների մեջ, այն մարմինների մեջ, որով չենք կարող մտնենք արքայություն։ Հիմա դրա համար Քրիստոսի մոտ սպասելու ենք մահից հետո, այս մարմինը թողնում ենք երկրի վրա եւ Քրիստոսի մոտ սպասում ենք հոգով։ Սա շատ կարևոր եւ հետո Քրիստոսը որ պիտի գա եկեղեցին վերցնելու այդ հափշտակության օրը այդ հոգիները ինքն իր հետ բերում է։ Սա առաջի Թեսաղոնիկեցիս 4 գլխից 12 համարից կարդակ տեսնեք սա։ Եվ նրանց հոգիները Քրիստոսի հետ կբերի եւ նրանք փառավորյալ մարմինից սկզբում նրանք, հետո մենք որ ողջ մնացած ենք կփոխվենք ակնթարթում։ Հիմա սա ինչի համար է։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք, որ դեռ կա ապագա, այսինքն տվյալ ժամանակահատվածը ըստ մեր անցած ուսուցման, տվյալ ժամանակահատվածը 69 յոթնյակից հետո է։ 69 յոթնյակի վերջում պետքա Քրիստոսը գար եւ եկավ։ Եվ Քրիստոսը մերժվեց Իսրայելի կողմից, չգտնվեց որպես Մեսիա նրանց կողմից, ասում է եւ չգտնվեց։ Եվ հիմա այդ 69 յոթնյակից հետո մնում է վերջի մեկ յոթնյակը, որտեղ 70 յոթնյակ է որոշված Իսրայելի եւ Սուրբ քաղաքի Երուսաղեմի համար։ Եվ սա Գաբրիել հրեշտակը տալիս է Դանիելին այս մարգարեությունը կամ այս ճշմարտությունը Իսրայելի վախճանաբանության համար։ Ուրեմն, երբ որ մենք ասում ենք աշխարհի վերջ, առաջնային մենք հասկանում ենք դա Աստծո փրկության ծրագրի ամբողջությունն է, որի կիսակենտրոնում գտնվում է Իսրայելը որպես Աստծո սեփական ժողովուրդ։ Որքանով էլ այդ ժողովուրդը ժամանակահատվածի համար մերժեց Քրիստոսին, սա նշանակում է այդ մերժողականությունը Աստծո ծրագրի մի մասն է, որտեղ շատ հաճախ շեշտում է մեր հատվածում մասամբ կուրացան, որպիսի ողորմություն գտնեն հեթանոսները, որպիսի նրանց դուռ բացվի շնորհքի։ Սա կարևոր է, օրինակ տեսեք, ես հիմա այդ հատվածից կկարդամ։ Տեսեք օրինակ 30 համարը, մեր հատվածի մենք արդեն 23-ից նայելու ենք մինչև վերջ, այդտեղ շատ ավելի կարևոր բան է, դա համար ես այս հավելումն եմ տալի, որպեսզի ավելի մեզ հասկանալի։ 30 վասնզի ինչպես դուք էլ մի ժամանակ չէիք հավատում Աստծուն, եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով, ուշադիր նայեք բառերը առաքյալի։ Ողորմություն գտաք նրանց անհավատությունով։ Այսինքն հարց, շատ կարևոր հարց։ Արմեն եղբայր, Աստված այդ ողորմությունը որ տվեց հեթանոսներին, կապ ունի դրա հետ Իսրայելը։ Այո, նրանց մերժվելով դուք ողորմություն գտաք։
Նրանք պոկվեցին, որ այդ արմատի վրա ձեզ պատվաստի հավատքով։ Ասում մի ժամանակ նրանք անհավատությունով կտրվեցան, դուք ողորմություն գտնելու համար, ողորմությունով ստացանք այդ հավատքը, որով այդ միջոցը, որով մեզ պատվաստեց։ Դրա համար ինքն ասում է մի ամբարտավանանար, մի պարծենար, այսինքն դա դու չես արել, դա քեզ համար արել է Աստված։ Հիմա, որպեսզի սա առավել մեզ համար հասկանալի լինի, տեսեք, առաջինը մենք տեսանք, որ դա կապված չի փրկություն կորցնել չկորցնել, որտեղ այդտեղ խոսքը գնում է էթնիկ ժողովրդի ազգության, որոնք փրկված էլ չեն։ Այո, այդ արմատի վրա ծնվել են, բայց որպես սերունդ մերժում են Քրիստոսին, այսինքն հաղորդ չեն այդ արմատի, այդ պարարտությանը, Աստծո խոստումներին փրկության առումով, արքայության։ Եվ նույնպես ասում եմ, ձեզ էլ կանչեց եւ այդ արմատի վրա դրեց, բայց եթե քաղցրության մեջ, քաղցրությունը դա այն հյութն է, որով պիտի դուք սնվեիք, դրեց արմատի վրա, բայց եթե դուք մնաք այդ քաղցրության մեջ չմնաք, այսինքն այդ հյութին հաղորդ չլինեք, ձեզ էլ կկտրի, ինչպես կտրեց իսրայելացիներին, որոնք այդ արմատի վրա էին, բայց հյութին հաղորդ չէին։ Նույն սկզբունքով, այստեղ փրկություն կորցնելը չէր, այստեղ երկու ժողովուրդների փրկության հարցն էր, բայց ամեն դեպքում այս ամբողջ աշխարհի մարդկության մեջ Աստված ցույց է տալ իր շնորհքի ընտրության պես մնացորդը որպես փրկված։ Շնորհքի ընտրության պես մնացորդը, որևէ մեկ արժանի չի փրկության։ Աստված որոշեց շնորհքով մի քանի հոգու փրկի իր արքայության համար։ Հիմա հափշտակության խորհրդի մեջ Աստված վերցնում է եկեղեցին եւ 7 տարի երկնքում այդ եկեղեցին որպես զորք գալու է 7 տարի հետո երկրի վրա, այդ ժամանակը սկսելու Իսրայելի ապագան, այդ ժամանակը, որ Իսրայելը նվաճելու է այդ բոլոր սա գերբնական կերպով, ոչ թե զորքով են նվաճելու, այլ Քրիստոսը տալու է նրանց այդ արքայությունը, ինչպես մարգարեները խոսում էին, որ Մեսիան պիտի գա եւ տա մեզ ամբողջ Իսրայելը։ Եվ սրա մասին, այսինքն այս հետագա հատվածներում մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ եւ եկեղեցին ֆունկցիոնալ դեր ունի Աստծո փրկության ծրագրի մեջ, եւ Իսրայելը, եւ տաճարը։ Այսինքն Իսրայելը որքանով էլ հիմա մերժված է որպես Աստծո ժողովուրդ, այսինքն նա մնում է Աստծո ժողովուրդ որպես էթնիկ, որպես Աբրահամի սերունդ եւ նրա համար գոյություն ունի ապագա։ Դրա համար Արաքելն ասում է նրանց մի արհամարի, մի ամբարտավանանա, մի պարծենա նրանց վրա Աստծո ծրագրի, երբ որ անձը տեսնում այս ամենը Աստծո ծրագրի մեջ, ես այս հավելումը մեծամասամբ ուզեցա սրա համար անել, որ ամեն ինչ որ մենք տեսնում ենք երկրի վրա եւ մեր շուրջը կատարվելիք, նույնիսկ Իսրայելի մասին, որ այսօր լուրեր ենք լսում, ուշադիր եք, մենք քաղաքական մեկնաբանություններ չենք տալի, բայց մենք Աստծո ծրագրի համաձայն տեսնում ենք, որ Իսրայելը առաջի հերթին այն անհավատության մեջ է։ Տեսեք, անհավատության մեջ է, նույնիսկ եթե դուք այսօր գնաք Իսրայել եւ ավետարան քարոզեք որոշակի օրթոդոքս վայրերում, ձեզ կքարկոծեն։ Ինքը ավետարանը հիմա չի ընդունում, մասամբ կուրացրել է նրան Աստված։ Մենք այս մասին խոսում ենք, այսինքն մի քանի երբ որ մենք անդրադառնանք արդեն 23-ից մինչև վերջի հատվածը, մինչև 36 համարը, այդտեղ շատ կարևոր բաներ կտեսնենք։ Այդտեղ կտեսնենք մի քանի անգամ Առաքյալը տալիս է Իսրայելին բնութագիր։ Կուրացած, անհավատ, անարգված, հիմա ինքը անարգված է։ Տեսեք, եւ հատուկ է սա շեշտում, որպեսզի մենք ընկալենք անարգված, այսինքն անարգության մեջ է։ Հիմա Իսրայելում այնպիսի պղծություն է կատարվում, այնպիսի գեյ պարադներ կան, որ նույնիսկ Եվրոպայում չկան։ Տեսնում եք, մարդիկ տալտեղյակ են, բայց իրականում Իսրայելի վիճակը այսպիսին է, սա Աստծո փրկության ծրագրի բաժին է, որովհետև մենք պետք է տեսնենք ինչպես Իսրայելը պիտի անարգված մնա մինչև կաղաղակի Տիրոջը։ Եւ սա ընդհանուր տեսանկյունից մարդու կարողության եւ Աստծո ողորմության բախումն է։ Իսրայելը Աստծո ողորմությունով, եկեղեցին Աստծո ողորմությունով, այսինքն շնորհքով, որովհետեւ մեկ անձ իր կարողությունով չի կարող մտնի Աստծո արքայություն, իր կարողությունով, որովհետեւ Աստված ինքն է գերիշխան ամբողջ պատմության վրա, ինքն է գերիշխան մարդու կյանքի վրա, եւ Աստված հատուկ է թողել, որպիսի հենց առաջի Եդեմի պարտեզ մտնի սատանան, որպիսի մարդը անկում ապրի, որպիսի Աստված ցույց տա իր ողորմությունը եւ շնորհքը։ Այսինքն սրանք բոլորը Աստծո փրկության ծրագրի ամբողջությունն է։ Դրա համար մեր այս հատվածում, երբ որ այս փրկության ծրագրի մեջ տեղ է գտնում Իսրայելը եւ իր անկումը, եթե մենք նայեցինք 4 ուսուցում Իսրայելի անկումով մեր հետագա հատվածից 23-ից մինչև 36-ը մենք տեսնելու ենք 4 պատճառ Իսրայելի վերականգնման համար։ Այստեղ է, որ խոսքը վերաբերվում է Աստծո փրկության ծրագրին։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք աշխարհի վերջ, դա մեր նախապաշարումն է,
որ ասում է աշխարհի վերջ գոյություն չունի, սիրելիս, մարդը երկու սուբստանցիայով ստեղծված անձ է։ Հիմա մեր մարմինները ապականացու են, բայց մեր փրկագնված հոգիները այս մարմնի մեջ են։ Մենք երկինք մտնելու ենք, հափշտակությունից հետո ունենալու ենք փառավորյալ մարմինները, որով իջնելու ենք Քրիստոսի հետ երկրի վրա եւ սկսելու է հազարամյան։ Այսինքն սա նույնպես Աստծո փրկության ծրագիրը յուրահատուկ կերպով թողել է մեր փրկագնված հոգիները այս կավե անոթի մեջ, որպեսզի որևէ մեկը չպարծենա, որպեսզի մարդը հասկանա, որ փրկությունը Աստծուց է, ոչ թե իրենից։ Այսինքն թույլ է տալի, որ այս ընկած մարմինների մեջ մենք ունենանք փրկագնված հոգիներ, որ այդ փրկագնված հոգին մեզ ցույց տա մեր մարմնի տկարությունը եւ անկարողությունը։ Եթե փառավորյալ մարմին էր տար, այսինքն մեզ համար հասկացողությունը թույլ լինելով, մենք սխալ բաներ կընկալեինք։ Դրա համար միայն երկնքում, միայն Քրիստոսի հետ մենք փառավորյալ մարմիններ կունենանք, այն ժամանակ արդեն հնազանդությունը առ Աստված ամբողջական կլինի։ Մի ժողովուրդ Աստծո համար նրան հնազանդվող փառավորյալ մարմնով եւ փառավորյալ հոգով։ Սա Աստծո ծրագիրն է, սիրելիներ։ Այսինքն ամեն մեկ հատված, եթե որ ես շեշտեցի ամեն մեկ մոլեկուլ, Հիսուսը շեշտում է ամեն մի ճնճղուկ, որ դուք ոչ մի բանի չեք համարում, ոչ մի կոպեկ չարժի, ընկնում է դա Աստծո կամքով է, որքան առավել ձեր գլխի մազերը որ հաշված են, որքան առավել կյանքի ընթացքում պատմության ընթացքը Աստծո նախասահմանությունն է, իհարկե։ Սա ամենակարևորը։ Ես այս փոքր հավելումը ուզեցա, որ մենք ունենանք, որպեսզի մենք ընկալում ունենանք։ Դա համար առաքյալը, տեսեք, մեր հատվածում ասում է Եվ եթե անդրադառնանք, ես հիմա կընթերցեմ հատվածը, տեսեք ինչ ասում առաքյալը, այստեղ շատ կարևոր բան։ Տագա հատվածից 25-ից եմ ես կարդում, որովհետև չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը շարունակում մի բան, որ ծածկված է, բայց հիմա առաքյալը այն բացահայտում է, որ ձեր անձերում իմաստուն չունեք։ Իսկ եթե սա մենք չիմանանք, մեր անձերում իմաստուն կլինենք։ Մեր միտքը մեզ կտանի այլ մտածելակերպի։ Որովհետև չեմ կամենում եղբայր, որ չգիտենաք այս խորհուրդը, այսինքն այս ծածկվածը, որ ձեր անձերում իմաստուն չլինեք, որ ձեր միտքը ձեզ չխաբի, որ մի մասով Իսրայելին կուրություն եղավ, որ Իսրայելը մի մասով կուրացավ, որ մի մասով ինչն է ուզում, որ մենք իմանանք, որ Իսրայելը որոշ մասով է կուրացել։ Մինչև որ հեթանոսների լռությունը մտնի, մինչև որ հեթանոսների թիվը լրանա։ Աստված թույլ տվեց, որ Իսրայելը կուրանա, մինչև որ հեթանոսների թիվը լրանա։ Հետևից նայեք։ Եվ այսպես բոլոր Իսրայելը կապրի այդ սերունդը վերջի, այդ 7 տարվա այդ մեծ նեղության մեջ։ Եվ այսպես բոլոր կապրի, այսինքն փրկություն կունենա։ Կապրի ինչպես գրված է, թե Սիոնից փրկիչը կգա եւ ամբարիշտները դեն կգցե Հակոբիցը եւ ամբարիշտությունները դեն կգցե Հակոբիցը։ Դա Քրիստոսի գալուստն է, արդեն վերջի 7-նյակից հետո։ Այսինքն արդեն մեծ նեղությունից հետո սկսում է հազարամյան, Քրիստոսը գալիս է եկեղեցիով, այսինքն եկեղեցին պատրաստեց, Աստված հիմա այս շրջանում կվերցնի եկեղեցին այդտեղ, արդեն փառավորյալ մարմինով եւ եկեղեցով կիջնի հազարամյան սկսելու։ Եվ այդ ժամանակ նաև նույնպես հարություն կլինի որոշակի այլ գլխատվածները մեծ նեղության մեջ իսրայելացիները եւ նրանց միացածները, որոնք գլխատվեցին հակաքրիստոսին չպաշտելու համար եւ Քրիստոսին ընդունելու համար, նրանք էլ փառավորյալ մարմիններ կառնեն, բայց մնացած իսրայելացիները, որոնք չմահացան, բայց վերստին ծնունդ ունեցան, ապաշխարեցին, ընդունեցին Քրիստոսին, նրանց հետ 1000 տարի կապրեն եւ նրանցից դեռ կծնվեն ապականացու մարմինով երեխաներ, որոնք նույնպես կավելանան ծոյի ավազի չափ եւ այդ ժամանակ սատանան երբ որ կարծակվի, որտեղ այդ ընդհանուր 1000 տարվա մեջ սատանան պիտի կապվի եւ այդ 1000 տարուց հետո երբ որ ժողովուրդը կշատանա սատանան նորից դուրս կգա եւ կտանի դեպի ապստամբության, այսինքն այդ վերստին ծնվածներից, բայց ապականացու մարմինով ծնվածների զավակներին կհավաքի, որոնք մեղավոր բնություն ունենալով, որքանով էլ որ ապրել են օգնության մեջ, ապստամբելու են դեպի Աստված եւ Աստված այստեղ ցույց է տալի մարդու մեղավոր բնության խնդիրը։ Դրա համար երկնքում ոչ մի ապականություն չի մտնի, ոչ մարմին, ոչ էլ չբրգագնված հոգի, ոչ մի ապականություն։ Ապականությունը վերաբերվում է այս երկրի վրա, եթե խոսենք անհավատի, ապականությունը վերաբերվում է մարմիններին եւ հոգիներին, բայց մեր հոգիները փրկվել են վերստին ծնվածների, բայց մարմինները դեռ ապականացու են։ Այս մարմինը հակառակ է մեր հոգուն։ Այսինքն մենք պետք է հասկանանք այս ընդհանուր ծրագիրը Աստծո, որպեսզի տեսնենք առաքյալը ինչի է տեղի տալի Իսրայելին, ինչի է ուզում, բայց ձեզ հեթանոսների 10-13 համարը Իսրայելի մասին, ինչի, որտեղ դա Աստծո փրկության ծրագրի կարևոր բաղադրիչ է, որը ցույց է տալի մեզ ինչպես Աստված որևէ մեկի փրկությունով նախանձի գրգռում այն մյուսին։ Եվ ինչպես Աստված բոլորի հանդեպ կիրառում իր ողորմությունը, որպեսզի երկնքում փառավորվի նրա գերագույն առատ մեծ շնորհքը։
Այսինքն տեսեք, հատուկ Աստված բաժանեց Իսրայելի եւ հեթանոսների։ Եվ հետո այս Իսրայելի, իր ժողովրդի էթնիկ եւ հեթանոսների միջոցով ցույց տվեց իր փրկության ծրագիրը։ Սա ամենակարևորը։ Մեր հատվածում կարդում ենք. «Եվ այս է իմ ուխտը նրանց հետ, երբ որ նրանց մեղքերը վեր կառնեմ»։ Այս այն ուխտը, որի մեջ մտան հեթանոսները, Իսրայելը դուրս մնաց այդ ուխտից։ Դրա համար 27-ում ասում է եւ այս է իմ ուխտը, երբ որ ինքը վերևում ասում է եւ Սիոնից փրկիչը կգա եւ ամբարշտությունը դեն կգցե Հակոբիցը, դա Իսրայելն է, Հակոբիցը դա եկեղեցին չի, Հակոբիցը, եւ այս է իմ ուխտը նրանց հետ, երբ որ նրանց մեղքերը վեր կառնեմ։ Սա այն ուխտն է, որ Երեմիա 31 ասաց Իսրայելի, Հակոբի եւ Հուդայի տանհետ նոր ուխտ կկնքեն, կմտնեն այդ ուխտի մեջ։ Եվ հիմա ինչ է ասում, ավետարանի նկատմամբ նրանք թշնամի են ձեր պատճառով է։ Ուշադիր նայեք։ Հիմա նորից եմ ասում, եթե դուք գնաք, ասենք որոշ շրջաններ Երուսաղեմում օրթոդոքսի, որտեղ օրթոդոքսն է, ավետարան քարոզեք, ձեզ կքարկոծեն։ Նրանք մերժում են հիմա ավետարանը, որտեղ դուք քարոզում եք, որ Հիսուսը Քրիստոսն է, ինչպես առաքյալներին ծեծեցին, որտեղ նրանք ինչ էին ասում։ Այն Հիսուսը, որին խաչեցիք, դա է Քրիստոսը, Մեսիան, փրկիչը։ Հիմա նույնը կլինի ձեզ հետ, եթե դուք անեք։ Հիմա տեսեք։ Ավետարանի նկատմամբ նրանք թշնամի են մինչև այսօր, արդեն ինչքան է անցել Պողոս առաքյալի թղթից մինչև այսօր։ Մինչև հիմա նրանք ավետարանի նկատմամբ թշնամի են ձեր պատճառով, ընտրության նկատմամբ Աստծո ինչ կարդացինք, ընտրության, Աստծո հավիտենական ընտրության նկատմամբ սիրելի են հայրերի համար։ Առաքյալն ասում է՝ մի պարտեցեք նրանց դեմ, նրանք հայրերի նկատմամբ սիրելի են, որտեղ ընտրված են աշխարհի ստեղծվելուց առաջ, ինչպես դուք։ Մի պարտեցեք նրանց դեմ։ Դա Աստծո ծրագիրն է, նրանց մերժեց, որ ձեզ տնկի նրանց փոխարեն։ Դուք չեք ձեզ տնկի։ Ես ուզեցա սա ասեմ, որպեսզի մենք երբեք առաջինը այդ հատվածները չվերագրենք փրկություն կորցնել չկորցնելուն, դա Աստծո ծրագրի մասին է խոսքը։ Դա էթնիկ ամբողջ ժողովրդի կոլեկտիվ ընդհանուր ժողովրդի մասին է խոսքը, եւ երկրորդ հասկանանք որքան կարեւոր է Աստծո ծրագրի մեջ Իսրայելի ֆունկցիոնալ դեր։ Այո, իսրայելացի ասելով մենք նախապաշարումով չի, որ մենք սիրում ենք Իսրայելին։ Մենք սիրում ենք, որտեղ այն Աստծո կողմից ընտրված ժողովուրդն է, բայց նաեւ մենք հաշվի ենք նստում այն ամենի հետ, թե ինչ կարգավիճակում է հիմա, այնպես չի նշանակում, որ ինքը Աստծո ժողովուրդն է եւ իր արած ամեն ինչը այսօր բարոյական է։ Ոչ, սրա մասին չի խոսքը։ Այլ Աստծո թույլտվությամբ, Աստծո ծրագրի մեջ ամեն մեկ հատված, ամեն մեկ շարժ եւ հեթանոսների կողմից եւ Իսրայելի կողմից նախասահմանված է։ Սա գիտենալով մենք պետք է ընդհանուր հայացք ունենանք, այսինքն Իսրայելին տեսնենք Աստծո ծրագրի մեջ, նոր հասկանանք ինչի համար առաքյալն ասում չպարծենաս եւ չամբարտավանաս։ Ի վերջո մենք այս վերջի հատվածում ավելի խորն ենք նայելու եւ ավելի շատ եք տեսնելու, որ այստեղ խոսքը չէ գնում փրկություն կորցնելուն, այլ որքան առավել կարեւորություն է տալի առաքյալը, թե ոնց մենք հասկանանք Աստծո փրկության ծրագիրը, ինչքան կարեւոր է այն հավատացյալի համար։ Այդ փրկության ծրագրի մեջ ամբողջանալու եւ բարձրանալու է Աստծո շնորհքը։ Աստված այս ամենը անում է, որպեսզի մեզ ցույց տա իր փառքը։ Իր փառքի մեջ մենք հասկանում ենք դրա բոլոր հատկությունները իր ծրագրի ներքո օղակներում։ Այդ բոլոր հատկությունները՝ սերը, գթությունը, ողորմությունը, արդարությունը, իմաստությունը, կարողությունը եւ բարոյական եւ բնական ամբողջ հատկություններն ասո նրա փառքն են եւ սա տեսնելով այս փոքրիկ օղակներում մարդը նոր հասկանում ում հետ գործ ունի, այդ ում հետ է ինքը հաղորդակցվում Հիսուս Քրիստոսի արյան միջոցով, ում գահի առաջ է եկել եւ սա է որ մարդը հասկանում է ով Աստված եւ ով է ինքը։ Ուրեմն այս խոնարհության մեջ մեզ պահելով Աստված առաջի հերթին սկսում է Իսրայելի ուսուցումով իր փրկության ծրագրի մեջ նրա ֆունկցիոնալ կարևոր դերով եւ հետո այս ֆունկցիոնալ դերից հետո տեսնում ես որ դու ոչ մի արժանիք չունես նրանից նույնն ես, բայց ինչ որ ես Աստծո շնորհքով ես։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ինչի ես սա ասեցի, որ մեր հետագա հատվածները առավել ցույց է տալու, այսինքն եթե մենք 4 ուսուցում տեսանք Իսրայելի անկման միջոցով, հիմա մենք տեսնելու ենք 4 պատճառներ Իսրայելի վերականգնման համար։ Առաքյալը սա ցույց է տալիս, այսինքն իջեցնում է եւ բարձրացնում է, որպեսզի մենք հասկանանք, որ մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։